Մի այլ թեմա, որ պետք է այս խոսամ այսօր, սա հետաքրքիր թեմա է, սա լավ թեմա է, ես վերցել եմ այս թեման, վերցել եմ մի նյութից, մի մարդու նյութից, որը հաստատ կորտնիկ ես, Մարկոս ավետարան, Մարկոսը Մաթեվոսից հետո է, 9-րդ գլուխ, սկսում ենք նկատել բաներ և գալ իմի, սա քեզ սա օրհնելու ասեմ, սա քեզ օրհնելու է, Մարկոս 9-րդ գլուխ, 48-րդ խոսք, ինձ այն չեք նեղանում, ճիշտ է, դու խիստ ես խոսում, ուրիշները լավ են խոսում, փափուկ են խոսում, ժողովուրդ, ես խիստ չեմ խոսում, հալելույա, ամեն մարդ 48-րդ խոսք, ամեն մարդ կրակով պիտի աղվի, և ամեն զոհ աղով պիտի աղվի, ամեն մարդ կրակով պիտի աղի դառնա, ամեն զոհ աղով պիտի համեմվի, ես կարծում եմ, որ եթե դուք միս եք ուտում, մանավանդ ժարի տարած կամ խորոված ու աղը քիչ ա լինում կամ աղ չի լինում, դա ուտելու բան չի, աղը ուտացնում է այդ մսին և համով անում այդ մսին, ով այնց հետ համաձայն, սեղ աղասերներ կան, չեն, որ ասում են աղը պտի մեխեմ սեղանի մեջ տեղեմ, աղը լավ բան է, որովհետև Հիսուս հաջորդ խոսքում ասում է աղը լավ բան է, աղը ստեղ ասում է աղեք բան է, ինչքան լավ ասում, բայց աղը անհամանա, ինչով պիտի համովացնեն նրան, ձեր անձի մեջ աղ ունեցեք, իրարու հետ խաղաղություն կունենաք, աղը լավ բան է, նկատել եք, որ այս խոսքը առանձնանում է բոլոր խոսքերից, աղը լավ բան է, մի պուխ ի պրախ ենք անում, բոլոր դիետոլոգների կարծիքներն ու կարծրատիպերը, որ շինել են իմ ու քու գլխի մեջ, աղը լավ բան չի, աղ ուտելը լավ բան չի, ինչքան են մեզ բուժ է, չէ, պիսոկը, շաքարավազը, դա թույն է, դա հասկացանք, աղը թույն է, բժիշկների մոտ ես գնում բուժման, ասում են, որ աղ քիչ օգտագործի, ճիշտ է, աղի բաներ քիչ կի, ճիշտ է, ով ա լսե հեչ, որ իրան աղը հակացուցված է, մի հատ բան եմ ասում ձեզ, մենք ամբողջ կյանքում, մենք ընտանիքում ամբողջ կյանքում սովորել ենք, որ մեր մայրը իրա ճաշերը պմա ալանի, կամ ոնց եք ասում, դուք անալի, ես ալանի եմ սովորել, որոշն է անալի են ասում, որոշն է անհամ, և մեր մայրը միշտ այդ ձև աղ իրա ձերկը, որ աղը միշտ քիչ ակցե ու ես սովորել եմ այդ ձև, ադապտացվել եմ, երբ որ ես լաուրին ուզեցի, սկսեց կռիվը, դեր չթապված աղը, որովհետև միշտ բողոքում, աղի, ինչ ես անում, ես ինչ ես աղի մուր ես արել, չէ ասում, աղի մուր, բանից պարզվում է, որ ավետարանի Մարկոս 9-րդ գլխի 48 խոսքը մեզ ասում է, որ աղը լավ բան է, ինչ որ մեկը լսել է Դոն Կոլբերտին ու սաղին բժշկում է հիմա, որ աղը լավ չի, աղը լավ չի, աղը լավ չի, Մի կներես, ես Հիսուսին հավատամ, որ աղը լավ բան է, թե քեզ դիետոլոգ, մենք ունենք ստեղ դիետոլոգներ, լիքը, արդեն սաղ բժշկված են, ոչ մեկ աղ չի ուտում, և կրահեք ինչ էր տեղի ունեմ, ամբողջ կյանքը իմ մորս գլուխը ցավում էր ժողովուրդ, իմ մայրս ուներ գլխացավ, և երբ որ գայս են նատրի քլոր էին անում, դա նույն աղն է, աղ էին ներարկում, իրա գլխի ցավը թողնում էր,
Եվ երբ որ ես հասկացա, ես սկսեցի հասկանալ, որ թքած բոլոր դիետոլոգների կարծիքին, որովհետև Հիսուս ասում է աղը լավ բան է։ Եվ աղը արեք համաչափ եւ կերեք աղի բաներ։ Ձեզ նատրի քլոր են անում, աղ են անում ձեզ։ Ձեզ աղ են անում։ Ձեզ աշխատում են բուժեն դրանով։ Լավնացնեն, տեղը բերեն, աղի նորմալ քանակը տեղը բերեն։ Դեմեք, որ ես աղի մասին խոսում եմ։ Թքած ձեր կարծիքին, որովհետև Հիսուս արդեն ասել է, աղը լավ բան է։ Ես արդեն թքում եմ այդ կարծիքների վրա, որովհետև մյուս դիետոլոգները գալիս ուրիշ բան են ասում։ Ժողովուրդ, աշխարհը նստած է ստի վրա։ Սա առողջապահության, համաշխարհային առողջապահության խնդիրն է ժողովրդից հանել, վերցնել աղը։ Վերցնել աղը ամեն ձևով եւ ասել, որ աղը վնաս է, աղը վնաս է, աղը վնաս է։ Ինչի որպեսզի ես ու դու առնենք դեղատներից աղը։ Նատրի քլորի ձևով կամ բուժ հաստատությունում ստանանք այդ երակայինները, ներարկումները ստանանք։ Եվ ինչա տեղի ունենամ։ Ես փորձ եմ անում։ Ես փորձ եմ անում, փորձարկում եմ անում։ Ինչ որ ես սա հայտնաբերել եմ, սա գանձ է, ես հայտնաբերել եմ սա ինձ համար։ Իմ գլուխը ցավում է առավոտյան, մի օր, երկու օր, 3 օր, մի տարի, ցամ ամեն առավոտ։ Բայց հենց գալիս եմ աղոթքի ցավը չկա, բայց աղոթում ենք ու գնում ենք տուն ու հաջորդ օրը նորից գլխացավ, բժշկին բողոքում ես, բժիշկը քեզ ինչ ասես տալիս է, բացի աղից։ Եվ երբ որ ես գանձը հայտնաբերեցի, ասեցի, որ սպաս, առավոտ վեր եմ կենում, գլուխս ցավակապ չունի, սկսում եմ բաներ ուտել, որի մեջ աղ կա կամ աղ եմ անում, պանիրը խտացրած աղը։ Երբ որ սկսեցի աղ անել եւ ինձ ստիպել, որ ես սովորեմ այդ նոր դոզային աղի, որովհետեւ դուք ամեն ինչ արդեն սովոր եք քիչ աղով։ Ժողովուրդ, իմ առավոտները իմ գլուխը չի ցավում այդ օրվանից հետո։ Իմ գլուխը առանց պատճառի ցավում էր։ Ճնշումս նորմալ է, սիրտս նորմալ, ստուգում եմ, բայց գլխացավը ներկա է։ Մեզ ուզում են, որ ասեն աղը, որը դուք ուտում եք, յոդացված չի, բայց Հիսուս չի ասում աղի մասին, որը յոդացված է, ասում աղը լավ բան է։ Եկեղեցի աղը լավ բան է։ Մեզ շատ են խաբել, իրականում աշխարհը նստած է ստի վրա։ Ինչ բաներ, որ դու ուտում ես, իրանք ասում են նրա մեջ պարունակությունը, քանակությունը աղի լավ բան է աղը, բայց եթե ուզում ենք առողջ լինել, պետք է հետևանք մեր սննդակարգին եւ շատ աղ օգտագործենք։ Չեք հավատում, ինձ կներեք, բայց մի հատ պատմություն է պատմեմ։ Մենք ունենք մի հատ քույրիկ եկեղեցում, ինքը տիրոջ մոտ է։ Այս քույրիկը պահում էր իր քրոջը, իր մարմնավոր քրոջը հիվանդանոցում։ Իր քրոջ առողջությունը լավ չէր ու բուժում էր ստանում, ընդհանրապես ուրիշ բաներ բուժում ստանում, հա, ասենք ենթադրենք բուժում էր ստանում աչքից, չգիտեմ։ Բժիշկը ասել էր, որ աղ չի կարելի։ Պոչկեքի, երիկամների։ Բժիշկը ասել էր, որ աղ չտա հանկարծ։ Ես էլ ես խեղճին բռնում ու ամեն ինչ ալանի է եպում, առանց որևէ մի գրամ աղի։ Մի քանի ամիս հետո այդ պոչկեն, որ բուժում էին, փթեց։ Եվ այդ կինը մեռավ երիկամների հիվանդությունից։ Երիկամը սիրում է աղ։ Օրգանիզմը սիրում է աղ։ Տերը ասեց, որ ձեր անձերում աղ ունեցեք, որովհետև դա աղը կասեցնում է փթախտը։ Քրիստոնյայի կյանքում պետք է աղ լինի։ Պետք է Աստծո խոսքը լինի, խոսքը աղը։ Պետք է հանես այդ աղամանը եւ ցնցես։ Ես վստահ եմ, որ շատերը, որ մենք խնդիր ունենք բառերի հետ, խոսքերի հետ, մեր անձի մեջ աղի պակաս ունենք, երբ որ հայհոյիչ է մարդը։ Երբ որ դու բամբասում ես, չարախոսում ես, քո անձի մեջ աղ չունես։
Քեզ աղա պետք։ Մենք գալիս ենք ամենապարզ, ամենազուլալ աղբյուրին, աղի աղբյուրին։ Աղը օգտակար է առողջության համար, իջացնում է արյան, ուշադրի լսեք ինչ եմ ասում, նրանց ովքեր վախենում են աղ ուտեն, արյան բարձր ճնշումը։ Միևնույնն է, քեզ չեմ կարող համոզեմ, որովհետև դու 70 տարի կոմունիստ ես եղել, արդեն 30 տարի է դիետոլոգ ես աշխատում, ինչ-որ միտեղ, որ փող չես ստանում։ Եվ դեռ ոչ մեկին չես է բուժե, անգամ քեզ չես բուժե։ Սիրելի դիետոլոգներ, նկատել եք, որ շատերը դիետայով, էսով, ենով, էս չի կարելի, են չի կարելի, ապրելով ավելի վատ եք զգում ձեզ օրեց օր։ Ավելի շատ բժիշկների կարիք ունեք այսօր։ Աղը լավ բան է։ Հիսուսը ասում դա, ես չեմ ասում։ Դա զարմանալի է, բայց հիմի որոշները կսկսեն, ես չեմ ասում վերցրա աղը ու մտի վեննա։ Սա օրը աղ արա բերանիդ մեջ։ Ես դրա մասին չեմ խոսում։ Խոսում եմ, որ դու զգաս, հասկանաս, որ այդ աղը քո ռացիոնի մեջ է։ Երբ որ մենք զինվոր էինք ծառայում էի բանակում, մի քանի հոգի էինք, պայստապետը գալիս էր, ամեն ինչ տալիս էր, աղը տալիս էր մի պտղունց։ Մենք էլ չենք ուզում մի պտղունց աղը, մի պտղունց աղի տեղ դնեն, կռիվ էի անում ես լուրջ կռիվ էի անում աղի համար։ Ես կռիվ չի անում խիա մեզ հաց քիչ տալիս, ես կռիվ չի անում թե խիա յուղը քիչ տալիս, ձեթը քիչ տալիս, տոմատը քիչ տալի, մի ճաշիկ տալ, բայց աղը հիմնականում ամենակարևոր բանն էր։ Խոշոր աղ էին տալիս։ Մի պտղունց թղթի մեջ։ Դա հերիք չէր մի ճաշին, մենք ընդեր 3 ճաշ պետք է անենք, դեռ 4։ Չգիտենք ինչ անենք ժողովուրդ։ Եվ շատերը սկսին ցանցառել գիտեք, չէ՞։ Գիտեք, չէ՞, հորթը, որ աղ չի լիզում, սկսում է մազերը բզբզնել։ Սա անեկդոտ չի, սա իրականություն է, գիտեք, անասնապահները գիտեք, որ աղը պետք է։ Աղը պետք է, չէ՞, հորթին, որ լիզի։ Շունը կատուն մոտենում է քեզ ու սկսում է քեզ լիզել, նկատել ես։ Ով է նկատել, որ իրան շունը լիզում է։ Հետ մարդկա շունը լիզել, ինչ ա ուզում ինձանից։ Աղա լիզում քեզանից, աղա լիզում։ Քեզ չի պաչում, քեզ քո վրա սիրարված չի, աղն է լիզում վրայդ։ Երբ որ դու քրտնում ես, նա լիզում է, այդ աղը իրան կարևոր է։ Բոլորը աղի կարիք ունեն։ Եկեղեցի, մենք բոլորս աղի կարիք ունեն։ Աղը բժշկություն է բերում։ Աստծո խոսքը աղա, երբ որ ունենանք մեր անձերի մեջ, մենք կտեսնենք, որ բժշկություն է գալիս։ Կաշառակերությունը դա էկոնոմիկական փթախտն է։ Գանգրենան է, որովհետև երկրի մեջ աղ չկա, անձերի մեջ աղ չկա մարդկանց։ Մարդու մեջ որ չկա Աստծո խոսքը, ինքը չի կարող ճիշտ ապրել։ Քիչ կապ ունի, որ ցիտում են Աստծո խոսքը, ցիտել Աստծո խոսքը սատանան էլ կարա ավելի լավ, քան որևէ մեկը։ Սատանան գիտի ծննդոցից մինչև հայտնության գիրքը ամբողջ խոսքը, բայց ուժեղ սարսափում Աստծուց։ Դեռ դուք նեղացած եք, որ աղի մասին եմ խոսում։ Ոնց կարա աղը արյան ճնշում իջացնել։ Նատրի քլոր են անում, երբ որ ճնշումդ բարձր է լինում։ Մագնեզիում են անում քեզ։ Երբ որ ճնշումդ բարձրանում է, իրանք են գալիս առաջինը ու աղը անում գնում ու ասում են աղ չուտես, աղի բաներ չուտես։ Կլենտ են ապահովում, որովհետև միշտ ես ու դուք կլենտ ենք։ Առողջապահության աչքի համար ես ու դուք կլենտ ենք, պոտենցիալ փող բերող ենք։ Քաղաքում ապտեկներն են շատացել։ Ջոն Ալեքսանդր Դոուի ժամանակ Իլինոյս նահանգը, որը ինքը շինեց եւ իր անունով կոչվեց Իլիա Եղիա, չկար գետ 1 դեղատուն։ Բոլորը ապրում էին հավատքով։ Դրա համար Աստված ուզում է, որ ես խոսամ հավատքի մասին 11:6 գլխից դեռ մի 2 կիրակի հետո։ Որովհետև հասկանալով, թե ինչ է տեղի ունենամ մեր կյանքում, մենք բոլորս կարիք ունենք այս խոսքին, որ ասում է
Առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել։ Նա, որ մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ նա կա, եւ իրեն փնտրողներին նա վարձահատույց ալնում։ Այնտեղ ռուսերենում մի հատ խոսք է ասում, должен։ Ճիշտ ասեցի։ Այդ ձևա գրված խոսքը։ Չգիտեմ, այդ ձևա գրված ձեր խոսքը։ Իմ խոսքım տենց է գրված, պետք է հավատա։ Ով լսեց։ Ռուսերենում ասում է должен։ Իսկ մի բան ասեմ ձեզ, հավատացյալները որտեղ են պարտավոր։ Սաղս ասում ենք ոչ միտեղ։ Բայց հավատքի մեջ ասում է պետք է, должен։ Պարտադրում է։ Դա մասին խոսամ։ Ես հավատում եմ, որ լավ բաներ տեղի ունենամ հիմա։ Ուզում եմ մասնակից լինել դրան։ Հունիսի մեջ ես ուզում եմ ուժեղ բարձրացնեմ եկեղեցին։ Դուք մի կասեք սա սատանայից հարձակում է, ուղղակի այստեղ ազատագրության օրը շատ կոկորդիս վրա նագրուսկա արեցի։ Հետո այնտեղ սառը տեղ նստեցի։ Արդյոք իմ հավատքը ինձ լքել այս մի ամսվա մեջ։ Ոչ, ժողովուրդ, իմ հավատքը չի լքել ինձ։ Ես հանգստանում եմ։ Ես երազներ եմ տեսնում դաժե։ Ես տեսնում եմ եկեղեցին որքան է օծված։ Փառաբանություն որքան է օծված։ Հովիվ Դավիթն ասեց երևաց Միխայել Դարփինյանի շկոլան։ Շատ բաներ ասեց։ Աղը ջրազրկում է ոսկորները, մկանները, բջիջները, պատշաճ կերպով, մաքրում է։ Աղը լավ բան է։ Չմտածեք, որ չափից շատ աղը վատ է։ Նստացրել ենք մարդկանց ալանի վրա ու վատ բաներ է տեղի ունենում։ Զոհը կրակով է համով դառնում։ Եվ աղը աղվում է, ավելի համովացնում է։ Այսինքն համովանում է զոհը։ Բենի 9 տարիներ առաջ ասում էր, իմ հարևանը հայհոյի չէր, հայհոյում էր։ Իսկ ես ասում ամեն օր իրա վրա աղ էի ցնցում։ Եվ իմ աղը մաքրեց նրա լեզուն։ Նա դադարեց ինձ հայհոյելուց։ Գիտեք, դուք խոսք ասեք հայհոյիչներին ու դուք կտեսնեք, որ սկսում է աղը մաքրել իրանց լեզուն։ Աղը մաքրում է աչքերը։ Աղով ենք ողողը մեր կոկորդը։ Հալելույա։ Ամբողջ աշխարհը, որ ասեցի, նստած է ստի վրա, սննդի մեջ սուտն է։ Այսօր սննդի մեջ սուտն է։ Սնունդ, որը մենք ուտում ենք, եւ նրա մեջ ոչ մի օրգանական բան չկա։ Քիմիա։ Ամբողջությամբ քիմիա։ Հագուստը, որը մենք հագնում ենք, էլի սուտն է։ Որովհետև շատ հագուստներ իրանք չի համապատասխանում աստվածաշնչյան ստանդարտների։ Մեքենաշինության մեջ ինչքան սուտ կա, չէ՞ արդեն։ Mercedes ֆիրման գնալով ավելի բեդրանգ ավտոներա, մեքենաներա շինում։ Ժեշտը ուղակի ժեշտ չի էլ այլևս, դետալները այլևս էլ դետալներ չեն։ Արտաքինից երևում է, որ ինքը թույն ավտո է, բայց սուտն է մեքենաշինության մեջ, հագուստի մեջ, ֆարմակոլոգիա, դուք դեղեր եք խմում եւ չի օգնում դեղը։ Եվ այնտեղ, ահա, կալցիա, ուղղակի կավիճ է։ Դուք խմում եք անալգին կամ պարացետամոլ, բայց այնտեղ կավիճ է։ Էլ չի օգնում։ Նույն դեղը, որը դու առնում ես, միշտ առնում ես, ինքը 200 դրամ է,
ասենք որ դեղներ են թանկ դեղը, ծև տրեակցիոն, 200 դրամ է, ծև տրեակցիոն, բայց կողքը դրված ավելի իրական դեղն է, որի արժեքը մոտ 3000 դրամ է։ Պարշի, որ 200 դրամանու ծև տրեակցիոն չի, այլ ինչ-որ կավիճ է։ Կավիճը վնաս չի ոսկորնեին, բայց չի բուժում հիվանդությունը։ Շինարարության մեջ սուտնա, ճիշտ է։ Ամիք շինում են, տես նայենք Աշոտաբերդում, ինչա տեղի ունենալու։ Ինչքան ցեմենտ են ուտում, ինչքան արմատուր են խմում, ինչքան են ինչ ռեսուրսներ կա, որ կորելու է տեղից դեռ։ Դպրոցը, որը շինեն գեղեցիկ արտաքինից, բայց փլվում է ներսից։ Պարոն Փաշինյանի այցից առաջ իրանք թքով, մկով բնդեցին, ինչ-որ մի հատ մանիկյուր արին։ Բանջարեղենների, բանջարաբոստանային մշակույթները, ինչքան սուտ կա։ Նայել եք ձմերուկը, որը պլաստմասի պես է, մրգերը, որ պլաստմասի պես են, իրանք գուբկի նման են, իրանց մեջ իրականություն չկա։ Ընկերակցություններ, որի մեջ սուտն է, բարեկամություն, որի մեջ սուտն է, աղի պակասն է։ Հասկացաք, աղի պակասն է այս ամեն ինչը։ Ամուսինների միջև սուտն է, որովհետև աղն է պակասում։ Եկան մարդը ասում են կամ աղն է պակաս, կամ մաղն է պակաս։ Քույրերի, եղբայրների հարաբերություններում սուտն է, աղի պակասն է։ Ամեն։ Աղ ունեցեք ձեր անձի մեջ եւ կունենաք խաղաղություն, բալանս կգա ժողովուրդ։ Սա ճշմարտությունն է։